Ցայք հեռուստաընկերության եթերում Մեդինֆոյի հերթական թողարկումն է, բարև ձեզ։ Այսօր տաղավարում հյուրընկալել են Գյումրու թիվ 2 պոլիկլինիկայի ընտանեկան բժիշկ Զարա Գևորգյանին։ Բարև ձեզ բժշկուհի։ Բարև ձեզ։ Շնորհակալ ենք, որ ընդունեցիք մեր հրավերը։ Ես էլ եմ շնորհակալ հրավերի համար։ Բժշկուհի Գևորգյան, հերթական անգամ լինելով մեր տաղավարում, այս անգամ փորձենք զրուցել սկրինինգային ծրագրերից, հիմնականում 0-ից 18 տարեկանների համար ինչպիսի ծրագրեր են նախատեսված։ Ուրեմն 0-ից 18 տարեկանի համար սկրինինգները սկսվում են նորածնային տարիքից, ծննդատնից դուրս գրվելուց հետո պոլիկլինիկայում։ Նախքան պոլիկլինիկան ծննդատանը եւս նորածինները անցնում են բոլոր սկրինինգները, դա կոնքազդրային հոդերի սկրինինգն է, տեսողության, լսողության, ֆենիլկետոնուրիայի սկրինինգը, բնածին հիպոտիրեոզի սկրինինգը եւ նորածինը արդեն առողջական կարգավիճակը որոշակիորեն պարզ տեղափոխվում է պոլիկլինիկա հետագա հսկողության։ Պոլիկլինիկայում առաջի սկրինինգները կատարվում են նորածնային հասակում, տարիքում, տնային այցերի ժամանակ, ունենք 2 տնային այցեր մինչև 1 ամսեկան հասակը, որի ժամանակ դիտարկվում է կրծքով սնուցումը, տրվում են խորհուրդներ մայրիկին, խնամքի վերաբերյալ, խնամքի հիգիենայի կերակրման վերաբերյալ եւ կրծքով կերակրման դիտարկումներն են իրականացվում, խրախուսվում է կրծքով կերակրումը։ Այս առումով ուզում եի մի փոքր մենք մանրամասն ավելի ներկայացնենք մեր հեռուստադիտողներին կրծքով կերակրման հետ կապված սրա առավելությունները որոնք են, որովհետև հիմա չէ երիտասարդ մայրիկների մոտ մի տեսակ տենդենց կա, դե լավ, երեխան երևի թե չի ուզում կամ չի կարող նորմալ կերակրվել, արհեստական կերերին ենք անցնում։ Ես ասեմ, որ այդ տենդենսը նվազել է, հիմա հակառակը երիտասարդ մայրիկները շատ են ցանկանում կրծքով կերակրել, որովհետև երեխայի բացառապես լավ սնունդը, որակյալ եւ իրեն համապատասխան սնունդը դա կրծքի կաթն է։ Արհեստական կաթնախառնուրդները ինչքան էլ իրենք ադապտացված լինեն եւ մոտեցված լինեն կրծքի կաթին, ամեն դեպքում նրանք չեն կարող փոխարինել կրծքի կաթը։ Բնականաբար ընտրությունը ընկնում է արհեստական ադապտացված կաթնախառնուրդների վրա, եթե երեխան ունի դժվարություններ կերակրման հետ կապված, կամ երեխայի կողմից են լինում այդ դժվարությունները, կամ մոր կողմից են լինում դժվարությունները, կապված դրա հետ բնականաբար լինում են դեպքեր, եզակի դեպքեր, երբ ըստ ցուցումի նշանակվում է կաթնախառնուրդ, բայց կրծքի կաթը անփոխարինելի է, քանի որ նա բալանսավորված է եւ պարունակում է բոլոր վիտամինները, հակամարմինները, որոնք անհրաժեշտ են երեխային աճի, զարգացման եւ ճիշտ իմունիտետի ձևավորման համար։ Շատ կարևոր է հենց այդ առաջի խեժը, մալոզիվը կոչվում է, որը պարունակում է մեծ քանակի սպիտակուցներ, ճարպեր եւ հակամարմիններ, որոնք եւ նաեւ որոշակի մանրէների նկատմամբ, որոնք բնակեցնում են երեխայի աղեստամոքսային տրակտը եւ ապահովում նորմալ աղեստամոքսային տրակտի գործունեությունը։ Այսինքն կրծքի կաթը անփոխարինելի է, ես համարում եմ եւ ձեզ դիտարկումը, որ մայրիկները խուսափում են, չէ, հիմա տենդենսը նվազել է եւ շատ մայրիկներ պայքարում են կրծքով կերակրման համար։ Դե դա իհարկե ողջունելի է։ Այո։ Անցնենք սկրինինգային ծրագրերին։ Սկրինինգային ծրագրերը առաջի այցը նորածնի, արդեն կրծքի հասակի երեխայի պոլիկլինիկա կատարվում է 1.5 ամսեկանում, 42 օրականում, 6 շաբաթականում, որի ժամանակ իրականացվում են մի շարք էլի սկրինինգներ։ Առաջի հերթին գնահատվում է աճը, զարգացումը, չափվում է երեխայի քաշը, հասակը, գլխի շրջագիծը եւ համեմատական է տարվում նրա ծննդյան քաշի, հասակի, գլխի շրջագծի հետ։ Գոյություն ունեն պերցենտիլային աղյուսակներ, որոնք
կշռած քաշի արժեքը տեղադրվում է այդ աղյուսակի կորագծի վրա եւ համեմատվում երեխայի տվյալ տարիքի եւ սեռի նորմալ ցուցանիշների հետ։ Գոյություն ունեն այսպես ասած պերցենտիլներ, 3-ից ցածրը համարվում է թերքաշություն եւ 97-ից բարձրը համարվում է գերքաշություն։ Այստեղ պետք է նայենք, թե ինչն է խնդիրը թերքաշության կամ գերքաշության։ Միգուցե անհաս ծնված երեխա է, փոքր քաշով ծնված երեխա է, որը հետագայում կհասնի իր նորմալ ֆիզիոլոգիական քաշին եւ հասակին։ Այդ պարագայում մենք պետք է գնահատենք երկու հաջորդական չափումների ընթացքում եւ համեմատենք, եթե ինքը իր կորագծով ստաբիլ զարգանում է, ուրեմն անհանգստանալու բան չունենք։ Անհանգստանում ենք նաև, երբ որ 2 պերցենտիլով հատում է քաշը կամ հասակը, 2 պերցենտիլով կամ ավելանում է կամ նվազում է, ուրեմն այստեղ պետք է մտածենք որոշակի խնդիրների մասին եւ վերհանենք ավելի մանրամասն հետազոտենք երեխային։ Քաշից հասակից բացի նաև կատարվում է գլխի շրջագծի չափումը։ Գլխի շրջագիծը շատ մեծ ինֆորմացիա է տալիս երեխայի գլխուղեղի աճի եւ ընդհանրապես գանգի աճի զարգացման հետ կապված։ Բնածին լինում են միկրոցեֆալիաներ, եթե գլխի չափերը փոքր են, մեգալոենցեֆալիաներ, եթե գլխի չափերը մեծ են տարիքային նորմերից։ Դրանց պատճառներն էլ եւս տարբեր են լինում։ Միկրոցեֆալիաները ընդհուպ մինչև գենետիկ հիվանդություններ կամ մոր ներարգանդային ընթացքում տարած ինֆեկցիաներն են կարող պատճառ հանդիսանալ։ Մեգալոցեֆալիաները հիմնականում կապված են լինում հիդրոցեֆալիաների հետ, դա էլ եւս բնածին զարգացման արատներից է, որը ձևավորվում է ներարգանդային կյանքում։ Հաջորդ սկրինինգը անցում հաջորդ սկրինինգին։ Հաջորդ սկրինինգը կոնքազդրային հոդերի ստուգումն է։ Ինչպես նշեցի, ծննդատանը եւս ստուգվում է, կատարվում է սոնոգրաֆիա կոնքազդրային հոդերի, բայց եւ այնպես յուրաքանչյուր այցի ժամանակ երեխայի մոտ իրականացնում են կոնքազդրային հոդերի սկրինինգը, դա պարզապես նայում ենք զատումը, պետք է երեխայի կոնքազդրային հոդերում ամբողջությամբ զատվեն հոդերը, տարիքին համապատասխան, եթե եւս նկատում ենք որոշակի շեղումներ, ապա ուղղորդում ենք մանկական օրթոպեդի, տրավմատոլոգի օրթոպեդի։ Շատ կարևոր է կանխարգելման համար այդ կոնքազդրային հոդերի դիսպլազիաների առումով երեխայի չբարուրելը եւ ավելի ազատ հագուստ հագցնելը։ Բարուրելը ինքը բերում է, եթե կա անգամ փոքր խնդիր դիսպլազիաներ կոնքազդրային հոդերի, ինքը կարող է խորացնել եւ դարձնել արդեն հոդախախտ, որը բուժելը շատ ավելի դժվար է իրականացվում եւ կոնքազդրային հոդերի սկրինինգը իրականացվում է մինչև 1 տարեկան հասակը եւ ցանկացած խախտում հայտնաբերելու դեպքում պետք է ուղեգրվի օրթոպեդի, քանի որ ինչքան վաղ հայտնաբերած այդ շեղումները ավելի հեշտ լուծումներ են ստանում, իսկ 1 տարեկանից հետո հայտնաբերված այդ խախտումները, երբ որ երեխան արդեն ուշ է սկսում քայլել, նկատում ենք, որ ինչ-որ բան այն չէ, ապա այդ կարգավիճակը ուղղվում է արդեն վիրահատական միջամտությամբ։ Այսինքն ինչքան շուտ հայտնաբերվի, եթե այդպիսի կա խնդիր, այնքան ավելի բուժումը ավելի հեշտ է իրականացվում։ Այդ դուք նշեցիք չբարուրելը։ Այստեղ տատիկների հետ խնդիր չի առաջանում։ Շատ դեպքերում, որովհետև ասում են, որ չէ, մենք այսպես ենք մեծացրել, ամուր կապել ենք եւ այլն։ Այո, բայց ես կասեմ, որ հիմիկվա տատիկները արդեն ջահելացել են, ժամանակակից են, այո, նրանք էլ ընդունում են եւ ամենակարևորը, որ մարդուն պետք չի ասել այսպես մի արա, այսպես արա։ Այդ դեպքում մարդը ընդդիմանում է, բայց երբ որ բացատրում ես, եւ ես մտածում եմ, որ հիմիկվա տատիկները արդեն շատ լավ հասկանում են եւ եւս մեկ ողջունելի քայլ։ Այո։
Անցնենք հաջորդ սկրինինգին։ Հաջորդ սկրինինգը տղաների մոտ ամորձիների ստուգումը, այսինքն նրանք պետք է լինեն փոշտում ծնված ժամանակ։ Եթե ինչ-ինչ պատճառով չի շոշափվում ամորձին փոշտում, ապա պետք է դիտարկել մինչև 6 ամսեկան հասակը, եթե ոչ մի կերպ չի հաջողվում եւս որևիցե մի ամորձին շոշափել փոշտում, պետք է ուղեգրվի մանկական վիրաբուժի, որ ավելի մանրամասն հետազոտվի եւ իրականացվի լրացուցիչ հետազոտություններ, գտնվի ամորձին թե որտեղ է գտնվում եւ իրականացվի կամ դեղորայքային բուժմամբ իջեցում կամ վիրահատական բուժմամբ։ Դա հիմնականում որ տարիքում է ավելի նկատելի դառնում։ Դա հիմնականում ծնված Նորածնային օրվանից վիճակում, նորածնային վիճակում, եթե Որովհետև այդ նորածնային խնդիրը նաև այսպես արդեն բավականին բարձր տարիքում է լինում։ Այո, լինում է, դա բացի թող վիճակներն են, բացի թող դեպքերն են, եթե բարձր տարիքում հայտնաբերվում է, կարելի է ասել, որ արդեն այդ ամորձին շարքից դուրս եկած ամորձի է եւ նա հավանաբար հեռացման ենթակա կլինի։ Այդ պատճառով պետք է նորածնային տարիքում այդ սկրինինգների ժամանակ եւս դրանք ստուգել եւ եթե մի անգամ ստուգվում է ամորձու արկայությունը փոշտում, այլևս հետագա ստուգումների կարիք չկա։ Այսինքն ինքը եթե մի անգամ փոշտում եղել է, էլ չի կարող կորել։ Եթե մանկահասակների մոտ սկրինինգը վերջանում է այսքանով, Չէ, այսքանով չէ, նաև 9 ամսեկանում ունենք հեմոգլոբինի ստուգումը պարտադիր։ Հեմոգլոբինի ստուգումը իրականացվում է 9 ամսեկան հասակում, ինչու, որովհետև չնայած այդ տարիքը կարող է առաջ բերվել 2-3 ամսեկանից, եթե երեխան ծնված է կանխածին, եթե ունի ինչ-որ խնդիրներ, եթե ունի կերակրման հետ դժվարություններ, իսկ եթե ամեն ինչ նորմալ է, առողջ բալիկ է, կերակրվում է կրծքի կաթով եւ 6 ամսեկանից ընդունում է նաեւ հավելյալ սնունդ, ուրեմն հեմոգլոբինը ստուգում ենք 9 ամսեկանից մինչև 1 տարեկան ընկած ժամանակահատվածում, որովհետև այդ ընթացքում երեխայի աճը ավելի բուռն է, նրա պահանջները ավելի մեծ են եւ հնարավոր է, որ երկաթի պաշարները սպառվում են օրգանիզմում եւ որոշակի չափով ունենում ենք հեմոգլոբինի անկում։ Այդ պահը բաց չթողնելու համար անհրաժեշտ է, որ ստուգվի հեմոգլոբինը եւ անհրաժեշտության դեպքում նշանակվի երկաթի պրեպարատներ, քանի որ այս տարիքում հիմնականում երկաթ դեֆիցիտային են լինում որպես կանոն այս անեմիաները եւ նաեւ ասեմ, որ երկաթ դեֆիցիտային անեմիաները բնորոշ են այն երեխաներին, ովքեր կերակրվում են կովի կաթով, որովհետև կովի կաթի սպիտակուցը ինքը ծանր սպիտակուց է եւ խանգարում է երկաթի ներծծմանը։ Սա պատճառներից մեկն է, որ պետք է կերակրվի կրծքի կաթով, եթե ոչ գոնե ադապտացված կաթնախառնուրդով։ Իսկ հաճախ են լինում դեպքեր, երբ անեմիայի անկում նկատվում է նաև այսպես դեռահասության շրջանում։ Այո, իհարկե, մեր հեմոգլոբինի հաջորդ սկրինինգը կատարվում է 12 տարեկանում, եւս աճի աճի ընթացքն է դա եւ իրականացնում ենք այո հեմոգլոբինի ստուգում, այստեղ արդեն սննդակարգը այլ է, դեռահասների մոտ չէ, նրանք ավելի շատ գազավորված ըմպելիքներ, չիփսեր, այդ ոչ առողջ սնունդն են օգտագործում, եւս կարիք է լինում կորեկցիայի ենթարկելու դիետան, տալ խորհրդատվություն ճիշտ սննդակարգի վերաբերյալ, մսով հարուստ սննդակարգ օգտագործել, միրգ, բանջարեղեն թարմ վիճակում։ Այո, 12 տարեկանում, 15 տարեկանում հեմոգլոբինի ստուգումներ եւս իրականացնում են։ Պակասը լրացվում է սննդակարգի բարելավումով։ Կախված հեմոգլոբինի աստիճանից, տոկոսի աստիճանից, թե ինչքան է ցածր։ Եթե շեմային աստիճան է, ուրեմն հնարավոր է, որ այո, սննդակարգով լրացվի։ Եթե արդեն ունենք առաջի աստիճանի սակավարյունություն, այսինքն երեխայի տվյալ տարիքային խմբին համապատասխան նորմայի ցածր ցուցանիշ ունենք, ուրեմն պետք է լրացնել երկաթի պրեպարատով։ Ինչու, որովհետև
Եթե արդեն հեմոգլոբինում հագեցվածությունը ցածր է, հեմոգլոբինի տոկոսը ցածր է, դա նշանակում է, որ երկաթի պաշարները օրգանիզմում հաստատ ցածր են, այսինքն կարող է նույնիսկ նորմալ թվերի դեպքում հեմոգլոբինի մենք ունենանք երկաթի պաշարների նվազում, որը պետք է ստուգել ֆերրիտինի եւ երկաթի քննությամբ։ Ասածս ինչ է, որ եթե հեմոգլոբինի տոկոսը արդեն ցածր է նորմայից, անպայման պետք է նշանակել երկաթի պրեպարատ, մինչև նորմալանա, հասնի իր նորմալ սանդղակին եւ դրանից հետո պլյուս եւս 3 ամիս պետք է ընդունի երկաթի պրեպարատը, որպեսզի երկաթի պաշարները օրգանիզմում լրանա։ Մինչև 18 տարեկան կա այլ սկրինինգային ծրագրեր, արդեն ոնց որ հա երիտասարդ տարիքի համար։ Երիտասարդ տարիքի համար աղջիկների համար, չէ, աղջիկների մոտ կոնկրետ 15 տարեկանում իրականացվում է պատվաստման հետ մեկտեղ նաև կոնքի օրգանների սոնոգրաֆիա եւ վահանաձև գեղձի սոնոգրաֆիա բացառելու համար զարգացման անոմալիաները եւ որպեսզի աղջիկը պատրաստվի արդեն մեծ կյանքի։ Քանի որ հա պատվաստումների նաև անդրադարձակ, այս տարիքին բնորոշ բուժառուների համար ինչ պատվաստումներ են հիմնականում նախատեսված 0-18, 0-18, 0-18-ի համար նախատեսված են մինչև 1 տարեկան հասակը բավականին բուռն պատվաստումներ են ստանում են հեքսավալենտ պատվաստում, որի մեջ մտնում է հեմոֆիլուս ինֆլուենցիա B-ն, այսինքն որը դամանր է, որը առաջացնում է թոքաբորբեր, օտիտներ, պնևմակոկային պատվաստումն է մտնում, հեպատիտ B-ի դիմաց պատվաստումն է մտնում, պոլիոմիելիտի դիմաց պատվաստումն է մտնում, դիֆթերիայի, փայտացման դիմաց եւ կապույտ հազի։ Այս պատվաստումները եռանվագ է կատարվում մինչև 1 տարեկան հասակ եւ ռոտավիրուսը մոռացա, որը երկնվագ է կատարվում մինչև 2 տարեկան հասակը եւ եռանվագ մնացած բոլոր թվարկածս պատվաստումները մինչև 4.5 ամսեկան այս պատվաստումները ավարտում են մեր բալիկները եւ հաջորդ պատվաստումը կարմրուկ կարմրախտ խոզուկի պատվաստումն է, որը իրականացվում է հիմա արդեն մոտ 1 տարի է ջրծաղիկի պատվաստման հետ միասին 1 տարեկան հասակում։ Դրանից հետո 1 տարի 6 ամսեկանում ունենք պատվաստում, էլի դիֆթերիայի դիմաց պատվաստումն է, քարավալենտ է կոչվում ինքը տետրաքսիմը, պոլիոմիելիտը, դիֆթերիան, փայտացման եւ կապույտ հազի բաղադրիչով։ Հաջորդ պատվաստումը գալիս է 4-ից 6 տարեկանում ստանում է երկրորդ տեղաչափ կարմրուկ կարմրախտ խոզուկի պատվաստումը եւ 6 տարեկանում էլի տետրաքսիմը դիֆթերիա փայտացման հետ պոլիոմիելիտով եւ ջրծաղիկը կլինի արդեն հիմա 6 տարեկաններին մենք չենք անում, քանի որ նոր ենք սկսել պատվաստումները, այդ առաջի տեղաչափ ստացածները երբ որ կդառնան 6 տարեկան, նրանք եւս կստանան իրենց ջրծաղիկի երկրորդ տեղաչափը։ Հետագայում 13 տարեկան աղջիկներն են պլանավորվում Gardasil-ի հետ կապված պապիլոմավիրուսի դեմ պատվաստման, որը կանխարգելում է արգանդի պարանոցի քաղցկեղի զարգացումը։ 15 տարեկանում ստանում են եւ աղջիկները եւ տղաները դիֆթերիայի փայտացման դեմ պատվաստում։ Ակտիվ են։ Ակտիվ են, այո։ Այո, ակտիվ են։ Կախված է նաև Ինչի շնորհիվ է դա։ Ինչի շնորհիվ է բուժաշխատողի հրավիրելու եւ ակտիվ իրազեկման, այո, շնորհիվ է։ Հատկապես պապիլոմավիրուսի դեմ այդ պատվաստումը, հա, մի փոքր նաև ծնողներն էին ընդդիմանում եւ այլն։ Հիմա ինչպես է, ամեն ինչ նորմայի մեջ է։ Դեմ պատվաստմանը շատ ընդդիմացան ծնողները, այո, ընդդիմանում են եւ ասեմ, որ հիմա եւս սա միակ պատվաստանյութն է երևի, որ շատ չի նորմալացել,
թիրախային թվերին մենք չենք հասել, 95% գոնե ընդգրկվածություն պետք է լինի, որը չի ապահովում, հրաժարվողները շատ են պապիլոմավիրուսի, բայց բնականաբար սա այլը տեղից շարժվել է, որոշակի տոկոս արդեն բարձրացել է պապիլոմավիրուսի պատվաստումների, բայց թիրախային թվերին դեռևս չենք հասել։ Եվ հակիրճ ներկայացնենք, թե մեծահասակների համար հիմնականում ինչ սկրինինգային ծրագրեր եք իրականացնում։ Մեծահասակների համար 18-ից բարձր բնակչության համար իրականացնում ենք զարկերակային ճնշման վաղ հայտնաբերման սկրինինգը, դա իրականացվում է զարկերակային ճնշման չափումով գոնե տարեկան 1 անգամ, իրականացվում է շաքարային դիաբետի 2-րդ տիպով հիվանդացման սկրինինգի իրականացում, ևս չափվում է շաքարը, գլյուկոմետրիա է արվում, գոնե 3 տարին 1 անգամ, իրականացվում է գիրության, ճարպակալման հետ կապված խնդիրները վերհանելու համար ևս մեծերին էլ իրականացնում են քաշ հասակային հարաբերություն մարմնի զանգվածի ցուցանիշի հաշվարկում, որովհետև մեր խնդիրները գալիս են ճարպակալումից, դա ճարպակալումն է, գերբարձր զարկերակային ճնշումն է, քաշի ավելացումն է և նյութափոխանակային այս բոլոր խանգարումները, նրանք մեկտեղվում են, այսինքն անհրաժեշտ է, դեռահասը գալիս է, չափում ես ճնշումը, բարձր ճնշում, քաշը գրեթե 100-ին մոտ, դա խնդիր է արդեն, դա ապագա շաքարային դիաբետ և զարկերակային հիպերտենզիա ունեցող մեր երիտասարդներն են, որը անհրաժեշտ է շտկել առողջ ապրելակերպի վարումով, և մեր երիտասարդների մոտ հիմա հիպոդինամիա կա, այսինքն շարժունակությունը շատ ցածր է, կամ իրանք պարապում են պրոֆեսիոնալ սպորտով և ձեռք են բերում որոշակի վնասվածքներ և ստիպված են լինում թողնել սպորտը, կամ ընդհանրապես չեն պարապում, այդ ոսկե միջինը չկա, պետք է լինի ոսկե միջինը, պետք է լինի գոնե շաբաթական ամեն օր եթե պարապես մի կես ժամ, շաբաթվա կտրվածքով դա չէ ստացվում է 3-3.5 ժամ, միջին նագրուսկաներով, այնպես որ մկանների կարկամությունը և շարժունակությունը չկորցնենք։ Այսինքն հորդորենք մեր երիտասարդներին լինել շարժուն, լինել ակտիվ։ շարժուն, ակտիվ, գոնե քայլեն, գոնե զբաղվեն ֆիզիկական ակտիվությամբ, հեչ պարտադիր չի պրոֆեսիոնալ սպորտով, բայց լինեն ֆիզիկապես ակտիվ։ Սպորտը թողնում են ու տանից դուրս չեն գալիս, դա իհարկե ողջունելի չէ։ Եվ քանի որ ինձ արդեն հուշում եմ, որ մեր հաղորդումը մոտենում է իր ավարտին, ես կուզենամ, որպեսզի դուք ձեր մասնագիտական խորհուրդը հղեք մեր հեռուստադիտողներին։ Հեռուստադիտողներին կհորդորեմ, որ անպայման անցնեն իրենց տարեկան սկրինինգները, իրենց տարիքին և քաշին համապատասխան սկրինինգները, քանի որ վաղ հայտնաբերված հիվանդությունները նաև մենք ունենում ենք շատ լավ արդյունք բուժման և հետագա հսկողության համար ժամանակ։ Շնորհակալ եմ շատ հետաքրքիր զրույցի համար։ Ես էլ եմ շնորհակալ։ Հարգելի հեռուստադիտողներ, իսկ ձեզ հիշեցնեմ, որ այսօր Մեդինֆոյի տաղավարում հյուրընկալել էին Գյումրու թիվ 2 պոլիկլինիկայի ընտանեկան բժիշկ Զարա Գևորգյանին։ Դե ինչ, հետևենք բժշկի խորհուրդներին և լինենք առողջ։ Մեդինֆոն եթերում կհանդիպենք։